Գյումրիում ձմեռը խստաշունչ է, իսկ տնակային ավաններում ապրող հարյուրավոր ընտանիքների համար ջեռուցման հարցը վերածվել է գոյապայքարի։ Փայտի բարձր գինը շատերին ստիպում է վառարանը թեժացնել այն ամենով, ինչ ձեռքի տակ է ընկնում՝ հին հագուստից մինչև կոշիկ։ Այս ծանր իրավիճակը մեղմելու նպատակով Գյումրու քաղաքապետարանն ու հայկական Կարիտասը ձեռնամուխ են եղել հերթական աջակցությանը։ Օգնության երկրորդ խմբականակը 2.5 տոննա բրիկետ բաժանվեց առավել կարիքավոր 15 ընտանիքի, յուրաքանչյուրին 5-ից 6 պարկ։ Աջակցություն ստացան Ղանդիլյան փողոցի տնակային ավանում և Սավոյան փողոցի շինարարական նախկին մոդուլում ապրող ընտանիքները։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում տնակային ավանների խնդիրը։ Այս ձմեռ էլ շատ ընտանիքներ վառելափայտ են ստացել քաղաքապետարանի կողմից։ Այս վառելափայտն էլ մի 2 օր առաջ էլի քաղաքապետարանից են բերել։ Էլի այս ամեն ինչի հետ գոնե մեր 2 ամիսը այս ամենացուրտ ամիսները կարողանանք դուրս գալ։ Շատ շնորհակալ ենք, շատ ուզված եմ, այս քանի օրը շատ ցուրտ է, շատ։ Բայց դե կփորձենք դուրս գալ էլի, քիչ վառելով կամ ուրիշ կողքից կողմնակի ռեզին, շոր կան մարդիկ, որ շորել կբերեն վառելու համար։ Միայնակ եմ բնակվում այստեղ, թոշակառու եմ, 3-րդ կարգի 36,000 թոշակով հնարավոր չէ էլի ապրել, թեկուզ միայնակ էլի հերիք չէ։ Տնակներում ապրող յուրաքանչյուր ընտանիքի պատմություն մի ցավոտ տարեգրություն է։ Հասմիկ Պետրոսյանի ընտանիքում 1.5 տարի առաջ տեղի ունեցած հրդեհը խլել է մեծ դստեր կյանքը։ Այժմ մայրը 4 երեխաների հետ շարունակում է բնակվել կիսախարխուլ տնակում, առանց բնակարան ստանալու որևէ հույսի։ Մեծ աղջիկս 22 տարեկան ստեղ է եղել, թե կվառել է։ Գործ էին կանչի հարևաններ, կարտոլ հավաքելու, գնացի դաշտ աշխատելու, եկա որ ավեջի դաշտի զանգին, թե տունը վառել է արի, եկա որ տունը հոլարի մոխիշ։ Ու այդպես էլ ոչ մի բան, էլ աչքից չերևալով մնացինք շաբաթը ավտոյի մեջը, մի ադմ լավ տղա Երևանի ապրի արևը, ստեղ տուն վերցրա, մի ամիսամ տեսավ մեր վիճակը, ամիսը մտեղ ապրանքին գտավ այդ փողը բարձը, հետո մենք փող վերցրեցինք, նայսեմ սարքին կոկոյն երեխեքդ ուլիցը չմնան։ Ինչ պադայի վարենքը, էլ շոր, էլ կոշի, ով ինչ պադայի թաժեղելով տվել են երեխուս հակնելու, ես չեմ ամանջե վերցել եմ, որը ու շադը վարեմ գա։ Հասմիկի կրտսեր երեխան 4 տարեկան է, ավագը 18։ Այս օգնության շնորհիվ թաղամասի բազմաթիվ ընտանիքներ այս ձմեռ կազատվեն սոսկալի հոգսից։ Շորը կոշիկ վառելուց առաջացող թունավոր ծուխն ու մուրն այլևս չեն լցվի սենյակները։ Բրիկետները ոչ միայն ավելի երկար են պահում ջերմությունն, այլև այրվում են առանց մրի, ինչը նշանակում է տնակներում վերջապես մի փոքր մաքրություն եւ իրական տաքություն կլինի։ Ապրիք։ Էլի ահակին բարի չունեի, հնոր չունեի, արդեն հոգնել եմ նայերիցով ծերնես մուրը։ Ունեմ 2 անչափահաս երեխա, գազ ընդհանրապես չունեմ, ունեի վառելիքի խնդիր, որի համար դուք չմերժեցիք, մեզ տրամադրեցիք, դրա համար շատ գոհ, շնորհակալ ենք ձեզանից։ Տնակային ավանի ցուրտ պատերի ներսում ապրողների ցավը միայն սոցիալական չէ։ Տանտերը Գրետա Համբարձումյանը հազիվ է զսպում հուզմունքը։ Նրա փեսան իր կյանքն է զոհել հանուն հայրենիքի 44-օրյա պատերազմի ժամանակ։ Հերոսի անչափահաս երեխաներն հաճախ են այցելում պապի տնակը։ Նրա դուռն այսօր նույնպես բացվեց օգնության առաջ։ Ես ատարի հետ փետնեհեդը կճաշտեմ, էլի ատարի հետ կվառեմ, էլի շնորհակալ եմ մարդկանցից։ Անօտևանի կաշկավիճակ է չունենք, Ազիզ ջան։ Քանի անգամ գնացինք քաղաքապետարան, այս վերջերս Սերելի Վարդան Ղուկասյանի նախքանից դեպքը եղնելը, գնացի որ դիմում դիտա, արդեն առավոտ իմացա որ այս դեպքը եղել է, ոչ դիմում տարատվեցի, ոչ։ Այս նախաձեռնության ֆինանսական միջոցները տրամադրվել են Ավստրիայի Ֆորալբերգի շրջանի Կարիտասի կողմից։ Գյումրու քաղաքապետարանի եւ հայկական Կարիտասի հետ սերտ համագործակցությամբ փորձ է արվում հնարավորինս թեթևացնել սոցիալապես անապահով խավի հոգսը։ Այս տարի Գյումրիում ավելի քան 2000 ընտանիք ձմեռն անցկացնում է ժամանակավոր կացարաններում։ Չնայած տրամադրվող աջակցությունն զգալի է, սակայն կարիքը շատ ավելի մեծ է, քանի որ տնակների պատերը բարակ են, ցուրտն անխնա։ Տրամադրված բրիկետները որոշակիորեն կմեղմեն ցուրտը նաև Սավոյան փողոցում գտնվող տնակային այս կացարանի բնակիչների համար։ Այստեղ 8 ընտանիք է ապրում արդեն 35 տարի։ Փետ կվառենք, թուղթ կվառենք, ինչ որ առաստ եկավ։ Համի փետ կվառենք, փետն էլ ենք անի թանգծել, որ չենք կնարնի։
լավ կվարենք։ Ահագին կփոխի։ Փեդի տեղը դիք կվարենք, ի տարբերություն։ Գյումրու քաղաքապետարանի համար անապահով ընտանիքների ջեռուցման խնդիրը տարիներ շարունակ մնում է առաջնահերթությունների շարքում։ Գիտենալով, որ ձմեռը Գյումրիում կարող է ճակատագրական լինել տնակներում բնակվողների համար, քաղաքապետարանն ամեն տարի իրականացնում է վառելափայտի եւ այլ վառելիքի տրամադրման լայնածավալ ծրագրեր։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անմիջական ջանքերով եւ հետեւողականությամբ սոցիալական աջակցության այս փաթեթները հասցեական են դառնում հատկապես նրանց համար, ովքեր այլ ելք չունեն։ Քաղաքային իշխանությունները շարունակում են ուղիներ փնտրել բոլոր կարիքավորներին ջերմությամբ ապահովելու համար։